Սիրելի հայրենակիցներ, քննարկում ենք 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը։ Անհրաժեշտ եւ տրամաբանական կլներ, եթե պետական բյուջեի յուրաքանչյուր տարվա կատարողականը գնահատվեր տվյալ կառավարության նախընտրական եւ գործունեության ծրագրերի հետ համադրաբար։ Իհարկե ակնհայտ է, որ վիճակը լավը չի եւ շատ դժվար է անչափ տված խոստումները եւ բոլորին ու ամեն ինչ խոստացած կառավարությունը ներկայացնի իրականությունը։ Դրա համար մենք այս երկու օրը ականատես ենք ամեն ինչից, բացի այն բացատրություններից եւ հիմնավորումներից, թե ինչի իրենց տված խոստումները չեն կատարում։ Ինչ էին խոստացել, եթե հակիրճ ներկայացնենք, ասում էին համատարած երջանկություն են բերելու բոլորին եւ բոլորի տները, տնտեսական առնվազն 7%-անոց տարեկան աճ կապահովեն, աղքատության մակարդակը կրկնակի կկրճատեն, ծայրահեղ աղքատությունն էին վերացնելու, տնտեսական կառուցվածքի բարելավում էին խոստանում, կենսաթոշակների նվազագույն չափի հավասարեցում պարենային զամբյուղի արժեքին, իսկ կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքին։ Մի գաղտնիք ասեմ, որ առավելագույնը այս կառավարությանը մնացել է 1 տարուց քիչ ժամանակ, իսկ իրականում նախորդ 7 տարիներին արձանագրվել են հետևյալ պաշտոնական ցուցանիշները։ 2017 թվականի տնտեսական աճը 7.5% էր, իսկ 2018-24 թվականների տնտեսական աճի տարեկան միջին ցուցանիշը 5.4% է կազմում, այսինքն 2%-ային կետով ավելի ցածր։ Սա մինչև իշխանության գալը եւ էսել են գիծը, որով որ փաստորեն 7 տարիներին արձանագրվել է։ 2018 թվականին աղքատության մակարդակը 23.5% էր, ծայրահեղ աղքատությունը 1%։ 23 թվականին դա վերջին ցուցանիշներն է, կրկնակի կրճատման զրոյական, ուրեմն այսպես զրոյացնելու ծայրահեղ աղքատությունը փոխարեն դրանք աճել են, կազմելով համապատասխանաբար 23.7%, իսկ ծայրահեղ աղքատությունն էլ 1.1%։ Սրանք իրականություն են, որը բնականաբար անհրաժեշտ էր քողարկել, դրա համար այստեղ անեկդոտներ էին պատմում, իրենց բարբարոսի տեղ դրած որոշներն էլ ինչ-որ ուզում էին մարդկանց ահաբեկեն, չեմ անում, ինչեր են անում, չափի մեջ են հրավիրում, իրենց անչափ վիճակում եւ այլն։ Էլ գնահատականներ չտամ, որովհետև էլ դաստիարակությունս թույլ չի տալիս իջնել հասնել մինչև այդ մակարդակը։ 2018 թվականի առաջին եռամսյակում մեկ անձի նվազագույն սպառողական զամբյուղի ամսական արժեքը 61355 դրամ էր, սա փաստ է, իսկ 2025-ի առաջին եռամսյակում աճել էր 27.5%-ով, դառնալով 78181 դրամ։ Կենսաթոշակի միջին ամսական չափն էլ դարձել է 49567 դրամ, այսինքն աճել է 22%։ Մեկ ընտանիքի նպաստի միջին ամսական չափը ընդամենը 2000 դրամով աճել այս 7 տարիներին 6.4%-ով։ Աշխատող աղքատների նվազագույն աշխատավարձի աճը մոտ է միջին գնաճի ցուցանիշներին։ Փաստորեն այս իշխանության օրոք բոլորիս պետական պարտքը կրկնապատկվել է, պարոն Թունյան, պետական պարտքը կրկնապատկվել է աճելով շուրջ 7 միլիարդ ԱՄՆ դոլարով, իսկ կյանքը թանկացել է ավելի շատ, բնակչության շուրջ 40%-ը կազմող սոցիալապես անապահով 100,000-ավոր մեր քաղաքացիների եկամուտների աճերի համեմատ, այսինքն այդ մարդիկ ավելի վատ են ապրել ձեր իշխանության օրոք։ Սա է համեմատությունը, թե չէ մենակ վերցրել հնայի հետ եք համեմատում, իսկ մարդու պարտքը երբ որ աճում է 2 անգամ, իսկ իր իրական եկամուտը նվազում է, պարոն Թունյան, սա արդեն ավելի վատ է։ Իդեպ, դուք մի խորհուրդ տվեք, թե մենք ինչ խոսենք, մենք գիտենք ինչ խոսենք, եթե շարունակելու պարագայում մի օր կարող է բերեք իրավապահ մարմինների հետ միասին ինձ հարկադրեք, ասեք այս տեքստը պետք է կարդաս ամբյոնից։ Այսինքն տես բան կարող է մի օր էլ անես, բայց մի արա տես բան, որովհետև գիտես, որ ինչ էլ մտածեմ, այն էլ ասելու եմ։ Հիմա մասնավորապես թոշակառուների կյանքը վատացել է առնվազն 5.5%-ով։ Այս կառավարության օրոք նպաստառու ընտանիքների, այդ թվում աղքատ եւ ծայրահեղ աղքատ բնակչության կյանքը վատացել է առնվազն 21%-ով։ Աշխատող աղքատների սոցիալական վիճակը նույնպես վատացել է։ Եթե ընդունենք, մի քիչ ցածր էլի խնդրում եմ։ Եթե ընդունենք, որ
Եթե ընդունենք, որ այս որ ընդմիջեցիք ժամանակը կավելացնեք։ Այման դուք մեկա երկար եք խոսելու, խնդիր չկա, բայց Եթե ընդունենք, որ վիճակագրական միջին ընտանիքը բաղկացած է 4 անձից, այդ թվում 2 երեխաներ։ Կառավարության ծրագրին մնացել է 1 տարի, իսկ կենսաթոշակի նվազագույն չափը կազմում է 36,000 դրամ, որը 14%-ով պակաս է պարենային զամբյուղի արժեքից։ Անապահովության նպաստի չափը 2.5 անգամ պակաս է նույնիսկ 1 անձի նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից։ Կենսաթոշակի միջին չափը նվազագույն սպառողական զամբյուղի արժեքից 60%-ով ավելի ցածր է։ Այսինքն վստահաբար դուք չեք կատարելու ձեր խոստումները, արդեն իսկ հիմա պարզ է, բայց դուք դրա մասին չեք ասում, որտեղ մեղավորներին դեռ չեք նշանակել։ Ավելին, աղքատության մակարդակը գրեթե անփոփոխ է եւ դուք այս ընթացքում 7271-ով կրճատել եք աղքատության նպաստ ստացող ընտանիքների թիվը, որ փող խնայեք, 11%-ով կրճատել եք, փաստորեն նվազում է սոցիալական աջակցության նաև հասցեականությունը։ 22-24 թվականներին երկնիշի մոտ տնտեսական միջին տարեկան աճի շուրջ 2/3 մասը տարբեր գնահատումներով արտաքին գործոնով էր պայմանավորված, իսկ արդեն հիմա երբ որ այդ արտաքին գործոնը թուլանում է, տնտեսական ակտիվության ցուցանիշն ու աճը եւս թուլանում են։ Ընդ որում, հիշեցնեմ ձեզ, նույն արտաքին գործոնի բացասական ազդեցությամբ COVID-19 համավարակ համաշխարհային տնտեսության անկում 2020 թվականին մինչև պատերազմը Հայաստանի Հանրապետությունը միակն էր տարածաշրջանում, որ 2 անգամ տնտեսական անկումը գերազանցում էր միջին տնտեսական անկման ցուցանիշը։ Իսկ հաջորդ տարի էլ 6 երկրներից տարածաշրջանի միակն էինք, որ չվերականգնվեցինք։ Այս սա է ձեր գնահատականը։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի կտրուկ նվազմանը զուգընթաց հիմա էլ աղագնանում է գնաճը 7.4% ուրեմն սննդամթերքի միջին գնաճ ունենք այս տարի, միայն առաջին 4 ամիսների տվյալներով։ Գների առաջանցիկ բարձր աճեր են գրանցվել պարենային զամբյուղի հիմնական բաղադրիչը կազմող մի շարք ապրանքատեսակների մասով՝ հաց, կարտոֆիլ, կարագ եւ այլն։ Տնտեսական կառուցվածքի բարելավման իրական հատվածի առաջանցիկ զարգացման փոխարեն ավելանում են խնդիրները գյուղատնտեսության մեջ։ Ազատ անկումը գյուղատնտեսության ձեր բրենդն է, իսկ գյուղմթերքի արտանումը վտանգված է 2024 թվականին արձանագրվել է գրեթե զրոյականի մոտ աճ գյուղատնտեսության ոլորտում, արդյունաբերությունն էլ գիտեք առանց ոսկու անկում ուներ, իսկ այս տարի արդեն ոսկու ազդեցությունը չկա վերարտահանման, կրճատվել է 16%-ով արդյունաբերությունը։ Արտաքին տնտեսական դիվերսիֆիկացիա եք ասում, հիմա էլ խոսում եք ինչ որ ինչից ասես խոսում եք, ով ում շպիոնն է, եսի միշն է, բայց փաստը հետևյալն է, մեկ երկրից Ռուսաստանի Դաշնության հետ ձեր չգիտեմ ինչի հետևանքով արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին շարունակել է թռիչքաձև աճը նախորդ տարվա համեմատ 57%-ով, իսկ տեսակարար կշիռը աննախադեպ է ձեր բառով, հասել է 41.1%-ի։ ԵՄ երկրների հետ, որոնց փաստորեն օրենք ընդունեցիք, որ պետք է ինտեգրվենք, այդտեղ նվազում ունենք, չգիտես ինչի եւ ձեր արած ինչերի հետևանքով, նվազել է 12% այդ առևտրաշրջանառությունը, իսկ տեսակարար կշիռն էլ դարձել է ընդամենը 7.7%։ Միլիարդավոր դոլարի օտարերկրյա ներդրումներ եք խոստանում ներգրավել։ 2024 թվականին օտարերկրյա կապիտալի փախուստը դարձել է իրողություն, մասնավորապես ընդհանուր օտարերկրյա ներդրումների զուտ ներոսքը եղել է բացասական, եթե չգիտեք իմանաք, պարոն Թունյան, շուրջ 291 միլիոն ԱՄՆ դոլարի չափով, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներոսքը մինուս 115 միլիոն ԱՄՆ դոլար։ Հարկատուն հերոս է նպաստից դեպի աշխատանք, սա ձեր կարգախոսերն են, իրականում կեղեքում եք ՓՄԶ սուբյեկտներին հարկային տերորի գործադրումներով, տուգանքի մատերիալ դիտարկելով, հարկային բեռը կրկնապատկելով, ուրեմն հարկային արկա օբյեկտիվ արտոնությունները վերացնելով։ Հետևանքը չի ուշանում, իրենց փոքր եւ միկրո բիզնեսով զբաղված տասնյակ հազարավոր քաղաքացիներ կանգնած են սեփական միակ եկամուտը կորցնելու եզրին կամ արդեն իսկ կորցրել են։ Այսինքն հակառակն եք անում, մարդիկ աշխատանքից գնում են նպաստ, ասում եք նպաստից աշխատանք քվեն, վերցնում եք, հետո այդ մարդուն ասում ես իրականությունը հետևյալն է, գնա դեպի նպաստ։ 20 թվականին էլ վերացրեցիք եկամտարկի սոցիալական բաղադրիչը, այսինքն նույն դրույքաչափով սահմանեցիք եւ աշխատող աղքատի համար եւ միլիոնավոր դրամ եկամուտ ստացողների։ Եվ սա այն դեպքում, երբ աշխատող
աշխատողների շուրջ 1/4 մասը աշխատում են նվազագույն աշխատավարձով, այսինքն աշխատող աղքատ են կամ իրենց ընտանիքները նույնիսկ ծայրահեղ աղքատ են։ Ակնհայտ է, խորանում է եկամուտների անարդար բաշխումը, ավելանում են ձերօրոք սոցիալական խնդիրները, որն արդարացիորեն առաջացնում են ցածր եկամուտ ունեցողների բողոքը ավելացող դրսևորումներով։ Մյուս կողմից, տնտեսական կայուն աճի ապահովման համակարգ ստեղծելու փոխարեն աննախադեպ խորանում են տնտեսական անվտանգության ռիսկերը, հիմա դրանց ավելացել է բիզնեսներ խլելու, պետականացնելու, հնարավոր բոլոր ուղղություններով կախվածությունը արտաքին գործոններից, որի հետևանքով արձանագրվում են տնտեսական կառուցվածքի դեֆորմացիա եւ երկարաժամկետ աճի ներուժի աճող անորոշություններ։